իսկապես շատ հուզված եմ եւ երբ որ Սատիկային զանգեց ասաց, որ այսպեսի բան ա լինելու, նա սկզբից ասաց, ես ձեզ շնորհավորում եմ։ Ես կարծեցի, որ դա իրոնիա է, որ հերթական ինչ-որ մի սայթ, ինչ-որ մի բանի մասին գրել է, ինքն հիմա ձեռը առնեց։ Բայց որ այդ բանը ասաց իսկապես անսպասելի էր եւ շատ հաճելի։ Հայրս լսում էր Ազատություն ռադիոկայանը այն ժամանակ, երբ որ դա ոսկե դարն էր Ազատություն ռադիոկայանի, հիմա այստեղ կան այդ ոսկե դարը ստեղծողները, եւ Ռուզան ջան, ես վստահ եմ, որ դու դիտում ես դա, որը շատ կարևոր է, եւ ամեն օր լսում էր մի խոսքով Ազատություն ռադիոկայանը, բայց մեկ մարդու ասածները նա իմ հետ ուզում էր քննարկել եւ այդ մարդը Արմեն Դուլյանն էր, այսինքն գիտես ինքը ինչ ասաց, թող մնացածը չնեղանան, որտեղ մնացածը նույնպես շատ հրաշալի լրագրողներ են, գիտես ինքը ինչ ասաց եւ իսկապես հրաշալի բաներ էր ասում, հրաշալի ռեպորտաժներ էր պատրաստում, ամեն մի ռեպորտաժը դա ինչ-որ մի հատ մանրապատում էր, ինչ-որ մինիատյուրա էր, ստեղծագործություն էր եւ ես մտածում եմ ինչի շնորհիվ, դա իհարկե նրա մտահորիզոնի, նրա գիտելիքների շնորհիվ էր, որ նա կարողանում էր կապել այսօրվա իրականությունը իր գիտելիքների, իր իմացած հարուստ գիտելիքների հետ եւ գիտելիքները քիչ են, ես կարծում եմ, եթե թույլ տաք երաժշտական մի զուգահեռ անցկացնեմ, մի բան է, երբ որ դու գիտես թե ինչպես է հնչում այդ ստեղծագործությունը, երաժշտական, մեկ այլ բան է, երբ որ այդ ստեղծագործությունը մատերի մեջ է, տարբեր բաներ են, հիմա մշակույթը, գիտելիքը, ինտելեկտը նրա մատերի մեջ է, նա կարողանում էր դա խաղացնել եւ երկրորդը իհարկե սկզբունքայնությունը, շատ ուժեղ սկզբունքայնությունը, որը երբեմն կարող էր իհարկե կոնֆլիկտներ առաջացնել, բայց դա կարևորագույն հատկանիշ է լրագրության համար։ Ես կարծում եմ, որ այսօր երբ բոլորը գրում են, բոլորը մեկնաբանում են, բոլորը կարծում են, որ պետք է անպայման ինչ-որ կարծիք հայտնեն, լրագրության դերը հարյուրապատիկ ավելի կարևոր է։ Լրագրողներից դերը հարյուրապատիկ կարևոր է, որովհետև մենք դառնում ենք ինչ-որ մի յուրահատուկ մասնագիտության մարդիկ, որոնք չեմ վախենա այդ բառից, բարություն, պարկեշտություն, մշակույթ են ուզում մտցնել մեր իրականության մեջ, որը շատ բարդ է։ Շնորհակալություն Սատիկ, որ այդպիսի բան նախաձեռնեցիր, իհարկե Ռուզանին եմ շնորհակալ, բայց շատ շնորհակալ եմ, շատ ճիշտ բան ես նախաձեռնել, շնորհակալություն բոլորիդ եւ ես կարծում եմ մյուս տարի, երբ որ այդ մրցանակաբաշխությունը լինի, ես որպես առաջին մրցանակակիր կհանձնեմ մրցանակը երկրորդ մրցանակակրին։ Իհարկե, եթե ազատության մեջ լինեն, բանտում չլինեն։